Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նավթային շուկայում նոր խաղի կանոններ է թելադրում։ Գրեթե 1 ժամ զրուցել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները, ինչ են քննարկել Թրամփն ու Պուտինը։ Իրանի գաղտնի ստորգետնյա պաշտպանությունը, ինչու է Իրանը ժամանակակից պատերազմում համարվում գրեթե անխոցելի։ Երևանը շնորհավորել է Թեհրանին, ինչ ուղերձ է հղել Փաշինյանը Իրանի նոր առաջնորդին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով խոսելուց հետո հայտարարել է, որ նավթի գների նվազեցման նպատակով նավթի վերաբերյալ որոշ պատժամիջոցներ կարող են չեղյալ հայտարարվել։ Թրամփը նաև չի բացառել, որ այդ սահմանափակումները հետագայում նույնիսկ կարող են չվերականգնվել։ Ով գիտի, գուցե մեզ հարկել չլինի դրանք նորից սահմանել, ասել է Թրամփը։ Ի դեպ նավթի գների կտրուկ աճի ֆոնին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ կառավարությունը որոշել է 2 շաբաթով փակել դպրոցները, իսկ պետական կառույցների աշխատանքը ժամանակավորապես իրականացնել առցանց։ Պուտինն ու Թրամփը հեռախոսով զրուցել են ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության 10-րդ օրը։ Մոտ 1 ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված վիճակը, նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները։ Թե ինչ այլ թեմաներ են քննարկել, լսենք։ Պուտինը մի շարք նկատառումներ է արել, ուղղված Իրանում հակամարտության շուտապույտ քաղաքական դիվանագիտական կարգավորմանը։ Պուտինը դրական գնահատականներ է տվել անձամբ Միացյալ Նահանգների և Թրամփի միջնորդական ջանքերին Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Թրամփը կրկին շահագրգռվածություն է հայտնել Ուկրաինայում շուտապույտ հրադադարի և երկարաժամկետ կարգավորման հարցում։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները զրույցի ընթացքում քննարկել են նաև Վենեսուելայի թեման։ Պուտինն ու Թրամփը կանոնավոր շփման պատրաստակամություն են հայտնել։ Միաժամանակ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ եթե Թեհրանը փորձի խոչընդոտել նավթի հոսքը Հորմուզի նեղուցում, ԱՄՆ-ն կարող է հասցնել այնպիսի ուժեղ հարված, որը շատ ավելի ծանր կլինի, քան նախկինում։ Վաշինգտոնը նշում է, որ հնարավոր հարվածների թիրախում կլինեն այնպիսի օբյեկտներ, որոնց ոչնչացումը կարող է լրջորեն դժվարեցնել Իրանի հետագա վերականգնումը։ Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի վերջին նորությունները և պատերազմին վերաբերող հայտարարությունները հավաքագրել է Սեդակ Յուրեղյանը։ Երեկ Իրանի նոր այաթոլլային Մոջթաբա Խամենեիին երդում տալու արարողություններ։ Թեհրանի Էնգլաբ հրապարակում մարդկանց բազմությունը հավաքվել և հավատարմության երդում է տվել նոր գերագույն առաջնորդին։ Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները թե հողի վրա, թե դիվանագիտական ճակատում։ Էմանուել Մակրոնը Կիպրոսում հայտարարել է, Ֆրանսիան ցանկանում է Հորմուզի նեղուցում բեռնարկային նավերի և լցանավերի համար ռազմական ուղեկցություն կազմակերպել։ Ֆրանսիան կուղեկցի ինչպես եվրոպական, այնպես էլ ոչ եվրոպական նավերին, հավելել է նախագահը։ Իրանը գրոհի նոր ալիք է իրականացրել արձակելով գերծանր հրթիռներ։ Թեհրանի նշանակետում է եղել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկա-իսրայելական առնվազն 5 ռազմաբազա։ Իսրայելն Իրանի հերթական դպրոցին է հարվածել։ Այս անգամ թիրախում Խոմեյն քաղաքի դպրոցներից մեկն էր։ Վնասվել են նաև մոտակա բնակելի շենքերը։ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 500-ի, տուժել է ավելի քան 1300 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն էլ հայտնել է, մարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 80 երեխա, տուժել 254-ը։ Հայտարարվել է, որ Թուրքիայի երկնքում հայտնված բալիստիկ հրթիռը Իրանից է արձակվել։ Հարցը պարզաբանելու համար հեռախոսով զրուցել են Էրդողանն ու Փեզեշքյանը։ Փեզեշքյանը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում ընկած հրթիռները չեն պատկանում Իրանին։ Իրանի նախագահն առաջարկել է երկու երկրների միջև համատեղ հետազոտական խումբ ստեղծել Թուրքիայի վրա հրթիռային հարձակման մասին մեղադրանքները հետաքննելու համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, չնայած Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարձակվեցին իրենց միջուկային օբյեկտների վրա, բայց չկարողացան ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Ռազմական փորձագետները կարծում են, որ Իրանի դեմ հաջող պատերազմ վարելու եւ երկիրը գրավելու համար բավարար չէ միայն օդում, ծովում եւ ցամաքում առավելություն ունենալը, քանի որ կա 4-րդ ստորգետնյա հարթությունը։ Շատերին թվում է, թե ստորգետնյա շինարարությունը նորություն է, բայց Իրանը հազարամյակներ շարունակ իր անապատային բնակավայրերը սնուցել է հարյուրավոր կիլոմետրերի հասնող ստորգետնյա ջրատար համակարգերով, քարիզներով։ Ի դեպ, նման քարիզներ կան նաեւ Հայաստանում, Մեղրիի տարածաշրջանում։ Ինչու է Իրանը ժամանակակից պատերազմում համարվում գրեթե անխոցելի, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Պատերազմ օդում, պատերազմ ծովում և ցամաքում, բայց որտեղ է պատերազմի անտեսանելի կողմը և որտեղ է ժամանակակից վայրիվերումներում գրեթե անխոցելի Իրանը։ Քարիզներ, օդից, ջրից և ցամաքից ոչ պակաս կարևոր հարթություն, ստորգետնյա աշխարհ։ Այս աշխարհը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ հազարամյակների խորքը և հիշել այն համակարգը, որը ձևավորել է Իրանի անապատային քաղաքակրթությունը՝ քարիզը։ Քարիզը կամ ղանաթը հնագույն ստորգետնյա ջրատար համակարգ է, որը ստեղծվել է անապատային և կիսաանապատային շրջաններում ջուրը բնակավայրեր և դաշտեր հասցնելու համար։ Այն բաղկացած է երկար ստորգետնյա թունելից և մի շարք ուղղահայաց հորերից, որոնք ապահովում են օդափոխությունը, սպասարկումն ու ջրի վերահսկումը։ Ջուրը շարժվում է բնական թեքությամբ և դուրս է գալիս մակերես, հասնելով դաշտերին ու այգիներին, միաժամանակ պաշտպանված լինելով արևից և գոլորշիացումից։ Քարիզների ծագման կենտրոնն Իրանն է, և դրանք ստեղծվել են շուրջ 3000 տարի առաջ։ Իրանում այսօր հազարավոր քարիզներ կան, որոնց ընդհանուր երկարությունը մոտավորապես 400,000 կիլոմետր է։ Ամենաերկարը Քիշի քարիզը մոտ 70 կիլոմետր երկարությամբ շարունակում է գործել և ապահովել կղզու բնակիչներին ջրով, քանի որ բնական գետեր կամ մեծ ջրային աղբյուրներ կղզին չուներ։ Պատմականորեն քարիզները կարևոր են եղել գյուղատնտեսության և խմելու ջրի համար, բայց վերջին տարիներին այս հնագույն ինժեներական համակարգը ժամանակի հետ ձեռք է բերել նաև այլ անսպասելի նշանակություն։ Իրանի ստորգետնյա ենթակառուցվածքները հաճախ քննարկվում են ռազմական և ռազմավարական համատեքստում։ Ստորգետնյա միջավայրը հնարավորություն է տալիս թաքցնել հրթիռային զինանոցը, արձակիչ կայանները և որոշ արտադրական հզորություններ։ Նման պայմաններում հակառակորդի համար դժվար է ոչ միայն հայտնաբերել այդ կառույցները, այլ նաև ամբողջությամբ շարքից հանել դրանք։ Նույնիսկ իսրայելացի ռազմական փորձագետներն են նշում, որ անհնար է ամբողջությամբ շարքից դուրս բերել Իրանի բոլոր հրթիռները։ Իրանը կարող է հարվածներ հասցնել մինչև պատերազմի ավարտը, քանի որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Իսրայելը չունեն ամբողջական տեղեկատվություն ստորգետնյա հրթիռային քաղաքների և թունելների ցանցի մասին։ Սա հաճախ համեմատվում է Գազայի հետ, որտեղ ստորգետնյա թունելները վերահսկողությունից դուրս են, անգամ եթե օդում, ծովում և ցամաքում գերակայություն կա։ Քիշի քարիզը գտնվում է մոտ 16 մետր խորության վրա և բաղկացած է լայն ցանցից, թունելներով և հորերով։ Առաստաղներում պահպանված են հին խեցիների և կորալների բեկորներ, որոնք լուռ վկայում են, որ տարածքը նախկինում ծովի հատակ է եղել։ Վերջին տասնամյակներում այն վերականգնվել է և դարձել մշակութային տուրիստական համալիր, այսպես ասած, ստորգետնյա քաղաք։ Այսպիսով, քարիզները, որոնք հազարավոր տարիներ առաջ ստեղծվել էին ջրի ապահովման համար, այսօր նաև խորհրդանշում են Իրանի ստորգետնյա ինժեներական ավանդույթը։ Իրանի ստորգետնյա աշխարհը հին քարիզներից մինչև ժամանակակից թունելային համակարգեր ցույց է տալիս, թե ինչպես է հազարամյակների փորձը ստանում նոր ռազմավարական նշանակություն։ Մի շարք քարիզներ ներառվել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Ի դեպ, Հայաստանում նույնպես կան քարիզներ։ Դրանք կառուցվել են Արարատյան դաշտի, Մեղրու տարածաշրջանի և Աշտարակի Արագածոտնի մարզի շրջանում։ Անահիտ Սարգսյան, Եղամ Ղազարյան, ABC Media։ Արդեն մեկ օր է Իրանը նոր գերագույն առաջնորդ ունի։ Փորձագետների խորհուրդը ձայների մեծամասնությամբ երկրի երրորդ գերագույն առաջնորդ է ընտրել Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին։ Իրանի պատմության մեջ առաջին անգամ գերագույն հոգևոր առաջնորդին փոխարինում է նրա որդին։ Ի տարբերություն հոր, Մոջթաբա Խամենեին երկար տարիներ գործել է ստվերում։ Երբեք չի զբաղեցրել պետական պաշտոններ, հանդես չի եկել հանրային ելույթներով և հարցազրույցներ չի տվել։ Նոր առաջնորդի ընտրությամբ ինչ կարող է փոխվել Իրանի քաղաքական համակարգում, Սեդա Գյուրեղյանի ռեպորտաժում։ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությունը արդեն իսկ հայտնվել է աշխարհաքաղաքական քննարկումների կենտրոնում։ Բանիմացների խորհրդի նման որոշումը այս լարված փուլում հերթական ընտրությունը չէ, այլ ունի քաղաքական ենթատեքստ։ Ես կարծում եմ, որպես այդպեսին, եթե դիտարկենք, այո, շատ հստակ մեսիջ է եղել և
Թրամփին եւ Նաթանյահուին, որ չի կարելի տեսակետ հայտնել կամ պարտադրել ինչ-որ քաղաքական կամք երկրի ներքին պետական քաղաքական հարցերում։ Մոջթաբա Խամենեիի դեպքը իսլամական հեղափոխությունից ի վեր միակն է, երբ որդին հաջորդում է հորը։ Խամենեիի որդու անունը իրանական մամուլում դեռ նախորդ տարի նախագահ Ռաիսիի ավիավթարից հետո էր շրջանառվում։ Հոգևոր առաջնորդի մահվան դեպքում ով էր փոխարինելու նրան։ Իրանի իշխանական համակարգի ներսում Ալի Խամենեիի երկրորդ որդու անունը միարժեք չէր ընկալվում որպես հոր ժառանգորդ, սակայն ստեղծված նոր իրադրությունը խաղում կանոններ է փոխել։ Սպանելով Ալի Խամենեիին, ԱՄՆ այսպես դե ֆակտո ստեղծեց նախադրյալ, որ նոր գերագույն հոգևոր առաջնորդ ընտրվի կոնսոլիդացված պայմաններում, ընտրվի նրա որդին, բայց մենք տեսնում ենք, որ էքստրեմալ պայմաններում անգամ այն շրջանակները, որոնք այսպես ասենք սովորական բնական վիճակի պարագայում դեմ կլինեին օրից որդի ժառանգության այս ընտրությանը, էքստրեմալ պայմաններում, այո, այս պատերազմի պայմաններում եւ հենց սպանված լինելու Խամենեիի սպանված լինելու հանգամանքի պայմաններում կարծում եմ կոնսոլիդացվել են կամ առնվազն լռել են այսպիսի ընտրության առնչությամբ։ Իրանագետն էլ պնդում է, որ բանիմացների խորհրդի որոշումը ընտրություններից մեկն էր, բայց ոչ միակը։ Վստահ եմ սրան, որովհետեւ այդ բանիմացների խորհուրդը բաղկացած է բավականին հեղինակավոր եւ լուրջ կրոնական պետերից, կրոնապետերից, կրոնագետ մարդկանցից, որ սրանք Իրանի գերագույն շահերի եւ Իրանի ամբողջականության ինքնիշխանության հարցում տենց էմոցիոնալ մոտեցումներով չեն առաջնորդվում։ Ընդհանրապես հաստատ ցույց է տվել այս տարիների ընթացքում, որ նրանց կայացած որոշումներն համապատասխանում են բազմաթիվ նախապայմանների եւ հատկությունների, որոնք իրենք հաշվի են առել։ Փորձագետների աչքից չի վրիպել մի հանգամանք եւս։ Իրանը կիրակի հայտարարեց նոր հոգևոր առաջնորդի անվան հրապարակման մասին։ Սա հաջորդել էր Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանիի այն հայտարարությանը, որ գերեվարել են ամերիկյան հատուկ ջոկատայինների եւ 2 գեներալի, եւ դա նոր հանգամանքներ է առաջ բերում։ Եթե իսկապես Իրանը գերեվարել է ամերիկացիներ եւ առավել եւս գեներալներ, ես կարծում եմ սա իհարկե Իրանի համար բավականին ազդեցիկ խաղաթուղթ է, Իրանի ձեռքին հայտնված բավականին ազդեցիկ խաղաթուղթ։ Դա անկասկած։ Իհարկե ասել, որ այդ հանգամանքը այդպես ամուր որևէ բանի երաշխիք կարող է լինել, կարծում եմ այդպես չէ, բայց ամուր քաղաքات կարող է լինել։ Փորձագետները նշում են, Մոջթաբա Խամենեիի ընտրությունը կարող է նշանակել Իրանի իշխանական համակարգի նոր փուլի սկիզբ, սակայն թե ինչպես դա կազդի երկրի ներքաղաքական հավասարակշռության եւ միջազգային հարաբերությունների վրա մեծապես կախված կլինի առաջիկա զարգացումներից, հատկապես շարունակվող ռազմական ու դիվանագիտական դիմակայության ֆոնին։ Սեդա Կյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է իսլամական հեղափոխության նոր գերագույն հոգևոր առաջնորդին եւ ընդգծել, որ Հայաստանի եւ Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ։ Իրանի նոր առաջնորդին շնորհավորել են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Ի դեպ Փաշինյանը 3 դարձյալ անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Նիստում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անցկացված տեսակոնֆերանսին։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին։ Տեսաժողովին մասնակցել են նաև Հորդանանի, Եգիպտոսի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Իրաքի, Քաթարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի եւ Օմանի առաջնորդները։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում է։ Այսօր Փարիզում նա կմասնակցի միջուկային էներգիայի գագաթնաժողովին, իսկ վաղը Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում։ Միևնույն ժամանակ իշխանության ներկայացուցիչները շարունակում են մարզային այցերը։ Այս անգամ հերթական շրջայցը եղել է Արագածոտնի եւ Շիրակի մարզերում։ Խնամի դառնալու առաջարկից մինչև կաթողիկոս ու Արցախ Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Մեր այցերը ցնցում են համացանցը, շատ լավ։ Գոհ է Փաշինյանը, այցերը ցնցում են համացանցը։ Նախ որոշում են, ինչ երգով են նկարում առավոտյան սրտիկով տեսանյութը։ Շատ ավելի շատ տարածում եւ համակրանք կստանա, քան What a Wonderful World։ Երկրորդ փաստարկը, What a Wonderful World դանդաղը։ Դանդաղը չէ, թող լինի ուրբաթ շաբաթ կիրակի երգը։ Թող լինի ու եղավ։ Ժպտա, միած ժպտա։
Ներքաղաքական քարոզարշավը շաբաթ օրն Արագածոտնի եւ Շիրակի մարզերում էր։ Աշտարակի Սուջուխը կերան, Գյումրիում սուրճ խմեցին։ Փաշինյանի ուղիղ եթերներում էին դրանք։ Նաեւ աջ ու ձախ կրծքանշաններ էր բաժանում ու փակցնում Փաշինյանը։ Երեխեք եկեք սրանից մի հատ նվիրեմ ձեզ։ Լավ զարդա։ Մերսի շատ։ Մի հատ էլ ձեզ։ Կապույտ ու դեղին երանգներով ավտոբուսի ուղևորների քարոզարշավը, որը կոչում են ներկուսակցական, Աշտարակում եւ Թալինում հարթ անցավ, ի տարբերություն Շիրակի։ Մարալիկում մարտի 1-ի եւ մանկապարտեզի գործերով էին հետաքրքրված բնակիչները։ Մարտի 1-ից հարցնելով ասում էին. «Չտեսանք մեկին դատեք»։ Մարտի 1-ի գոզուրա տեսնիմ։ Որտե մեկի հանգարի բռնած է, չկա։ Ոնց է ուր անցավ, ինչ ես ասում։ Արիք։ Ով անցավ, արիք։ Ուրա մեկը տեսնիմ, մեկին ուրա։ Նախ մի։ Դադում հավեմ զարգես արտիստեր տարենը ստել են։ Ում։ Քետ դադել են։ Բայց որ եկամարտը սպանեցին մեկին չտեսեմ նստած։ Կնստեն։ Իսկ մանկապարտեզի հարցը բարձրաձայնում էին Զորակապից Մարալիկ եկած տղամարդիկ։ Նրանցից մեկն ասում է. 5 թոռ ունի, բոլորն էլ մանկապարտեզի տարիքի են։ Ոնց անեն, եթե չունեն մանկապարտեզ։ Գյուղացին ասաց, հետո Փաշինյանն ասաց, հետո նորից գյուղացին, հետո խառնվեց համայնքի վարչական ղեկավարն ու նորից գյուղացին։ Փաշինյանի ուղիղ եթերում այս պատկերն էր։ Ինչքան պետք է լինի բա։ Մանկապարտեզը որտեղ է սարքենք, ինչ որ 1-ից 3 կիլոմետր հեռու ալնել։ Մենք չենք կարող մանկապարտեզն են սարքենք, որ բոլորի հայաթումը լինի։ Ասենք ինչ որ մեկ Մարալիկում Փաշինյանը մտավ բնակիչների տներ ու վարակույրներից փակցրեց կրծքանշանը, որն ըստ իրեն Այս վարակույրից եթե թույլ տակ կախենք, սենց մի հատ Հայաստանի քարտեզն է։ Թող հաջողություն բերի ձեր տանը։ Ավտոբուսն ուղևորվեց Պեմզաշեն, հետո Արթիկ։ Փաշինյանին ջերմ բարևներ մաղթողների մեջ մեկ քաղաքացի կար, որ այլ հարցով էր եկել։ Արցախի ու կաթողիկոսի վերաբերյալ հարց ու թեժ քննարկում սկսվեց նրանց միջև։ Մենք ունեցել ենք մեր տարածքները, սկսած Արցախով, դուք որպես հայ, ես հասկանում, որպես հայ եւ վարչապետ, դուք ընտրում եք, որ Արցախը հայկական տարածք է եղել։ Սարգսյան ջան, հայկական տարածքի մասին խոսք չի, ես Կաթողիկոսին ընտրում են աշխարհի հայերը, ինչպես կարող է վարչապետը չընդունել։ Փաշինյանն արձագանքեց։ Մի րոպե, ու կաթողիկոս չկա։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկ։ Քեզ համար կաթողիկոս կա, հայ ազգի արխավը ձեզ համար չլինի։ Դուք հայ ազգը չեք ներկայացնում։ Լսեք։ Գյումրիում քարոզարշավը հանդիպումներով չսահմանափակվեց։ Փաշինյանը միացավ Գյումրիի բենդերից մեկին։ Այս անգամ ոչ թե ուրբաթ շաբաթ կիրակին նվագեցին ու սրտիկներ արեցին, այլ Արագածոտնի եւ Շիրակի մարզերում քարոզարշավն ամփոփեցին նախ հավաքի ընթացքում։ Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն 3։ Ամփոփումը շարունակվեց ավտոբուսում։ Վիդեո դեռ կհրապարակենք, շատ թաքուն վիդեո է, որ 1 ժամ 10 րոպե տևած ամփոփումից հետո ուղիղ եթերն ավարտվեց ու սկսվեց սա։ Ու սա էլ ավարտվեց։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Նույն իշխանությունը 2021-ին էլ վստահեցնում էր, որ ապագա կա։ Խոսում էր Արցախի անվտանգության, Միսկի խմբի բանակցությունների եւ տարածքների վերադարձի մասին։ 5 տարի անց Արցախը հայաթափված է, իսկ տարածաշրջանի անվտանգային համակարգը փոխված։ Ինչպես փոխվեց նախընտրական խոստումների իրականությունը, ռեպորտաժում։ Արցախի մի մասի կորստից հետո 2021-ին ՔՊ-ն խոստացավ ու վստահեցրեց, որ ապագա կա։ Այդ նույն թվականին նախընտրական ծրագրում մի քանի անգամ հիշատակվում էր Արցախը, ԵԱՀԿ Մինսկի խումբը խոսվում էր հարցի խաղաղ կարգավորման մասին, ավելին վստահեցնում էին, որ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը։ Նախ եւ առաջ նախկին լղին բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո խաղաղ բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո, բոլորը տեսան ու զգացին։
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր նախընտրական ծրագրում անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտում ներկայացնում էր մի շարք ռազմավարական նպատակներ։ Դրանց առանցքում էին բանակի լայնածավալ բարեփոխումները, Արցախի անվտանգության ապահովումը, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի ամրապնդումը եւ Արցախի հակամարտության կարգավորումը միջազգային ձևաչափում։ Սակայն 5 տարի անց տարածաշրջանում ձևավորված անվտանգային իրականությունը էապես փոխվել է։ Ծրագրում առաջին հերթին նշվում էր, որ Հայաստանը պետք է անցնի արդիականացող եւ պրոֆեսիոնալ բանակի ձևավորման ճանապարհով։ Ըստ ծրագրի սկսված էր զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների լայն գործընթաց եւ ռազմավարական հեռանկարում Հայաստանը պետք է աստիճանաբար անցներ պրոֆեսիոնալ բանակի մոդելի։ Նշվում էր նաեւ, որ ժամկետային եւ զորահավաքային ծառայության կառուցվածքը պետք է էական փոփոխությունների ենթարկվեր։ Միաժամանակ ծրագրում նշվում էր, որ սահմանների պաշտպանությունը ապագայում պետք է իրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կենտրոնանան բացառապես մարտունակության բարձրացման վրա։ Սակայն 2026 թվականին բանակի ամբողջական պրոֆեսիոնալացման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ զինված ուժերի բարեփոխումների արդյունավետությունը շարունակում է մնալ փորձագիտական եւ քաղաքական քննարկումների թեմա։ 2021 թվականի ծրագրում կարևոր տեղ էր հատկացվում նաև Արցախի անվտանգության ապահովմանը։ Նշվում էր, որ Արցախի եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը պետք է շարունակի ապահովել պաշտպանության բանակը, որն ամբողջությամբ պետք է անցներ պայմանագրային ծառայության։ Ծրագրում ընդգծվում էր նաև, որ Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը Արցախում եւ Լաչինի միջանցքում Արցախի անվտանգության կարևորագույն երաշխիքն է։ Սակայն 2 տարի անց 2023 թվականին Արցախի ամբողջ տարածքը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Արցախի բնակչությունը ստիպված եղավ լքել հայրենիքը։ Այսպիսով ծրագրում նշված անվտանգության համակարգը փաստացի այլևս չի գործում։ Մենք գետնի վրա ունենք այդ նախընտրական ծրագրի բացարձակ հակառակ պատկերը, այսինքն չունենք Արցախ, ունենք էթնիկ զտման ենթարկված 120,000 հայրենակիցներ եւ ունենք Հայաստանի անվտանգության միջավայրի հանդեպ ներկայումս փափուկ ուժի ռեժիմով էքսպանսիայի գործընթաց։ Ծրագրում առանձնահատուկ տեղ էր հատկացվում նաև Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքին։ Նշվում էր, որ Ռուսաստանի հետ գործակցությունը անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է։ Հիշատակվում էին մի շարք համաձայնագրեր, այդ թվում Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը, հակաօդային պաշտպանության միասնական համակարգը, նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունների զարգացումը։ Սակայն վերջին տարիներին Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում նկատվում են որոշակի լարվածություններ, իսկ անվտանգային համակարգում Մոսկվայի դերակատարությունը դարձել է ակտիվ քննարկումների թեմա, թե քաղաքական շրջանակում, թե հանրային դաշտում։ Նախընտրական ծրագրում Հայաստանը շարունակում էր կարևորել նաև հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցությունը։ Նշվում էր, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին եւ նպաստել կառույցի պայմանագրային բազայի կատարելագործմանը։ Սակայն վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները բազմիցս քննադատել են ՀԱՊԿ-ին կազմակերպության անգործության համար, իսկ պաշտոնական Երևանը հայտարարել է կառույցի աշխատանքներին մասնակցությունը սահմանափակելու մասին։ Սա գնահատում են պարզապես քաղաքական իշխանական, քարոզչական հաշվարկներով փոխադարձաբար շահեկան թատրոն։ Մի քիչ ուղիղ կամ մի քիչ ծայրահեղ կարող է հնչել, բայց ես կարծում եմ այն փոխհարաբերությունը, որ կա ՀԱՊԿ-ի եւ Երևանի դաշտում, դա բավարարում է երկուստեք։ Նախընտրական ծրագրում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Նշվում էր, որ հակամարտության վերջնական լուծումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, իսկ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Սակայն այսօր Մինսկի խմբի ձևաչափը փաստացի չի գործում։ Այն լուծարվեց Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթով, իսկ Արցախի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգում այլևս նախկին դերակատարությունը չունի։ Այս ֆոնին քաղաքական դաշտում շարունակվում են նաև կոշտ հայտարարությունները։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրել է, որ Հայաստանի ապագան նյութենական կազմի մեջ պատկերացնող մարդիկ իր համոզմամբ կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործակալներն են, որոնք օգնում են նրան ներկայանալ որպես փրկիչ կամ պարզապես անհայրենիքներ են։ Հայաստանի անկախության փրկիչներ, ամեն օր քայքայում եք, ուղղակի էրոզիայի եք ենթարկում մեր երկրի անվտանգությունն ու թաքուն եք պահում մեզանից։ Մի քանի օր առաջ փաստերով ամեն ինչ ցույց տվեցի։ Դուք եք մեր ինքնիշխանության երաշխավորը։ Դուք եք դիրքորոշում ակնկալողները։
Ալիևի հայտարարությունները լսում եք, սեղանի տակից դուրս չեք գալիս։ Բա խոսեք, բան չունեք ասելու մեր սահմանները ձեր լուր թույլտվությամբ ձևափոխող Ադրբեջանին, թե Ադրբեջանի հետ միութենական պետություն էլ դուք եք ուզում մտնել։ Չփորձեք մեզ ներքաշել ձեր խաղերի մեջ։ Ահա թե ինչու եմ ասում, որ ես լինելու եմ Հայաստանի թեկնածուն առաջիկա ընտրություններում։ Ես իմ որոշումներում մշտապես առաջնորդվելու եմ Հայաստանի շահով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին։ Տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։